Թվային դրամը դա մեր դրամի երրորդ տեսակն է, այսինքն թղթադրամ, անկախիկ դրամ եւ թվային դրամ։ Սա կրիպտովալյուտա չի, սա մեկին մեկ հարաբերակցությամբ էլի իդենտիֆիկացվող արժույթ է, թվային արժույթ, որի նպատակը թափանցիկության ըստեյության գերադրական աստիճան ստանալն է։ Առաջին հերթին պետական գնումներում, այսինքն պետական գնումները պետք է աստիճանաբար անցում կատարեն միմիայն թվային դրամով։ Դա նշանակում է 100%-ով հետագծելիության բոլոր գործարքների մեջ միջնորդների մասնակցության բացառում եւ այլն։ Կարճ ռեպլիկային առումով մենք ինչ ենք անում հիմա պետական գնումների իրավակարգավորումներ կան, գործարքները տեղի են ունենում եւ մենք պոստգործարքային գործիքներով հաշվեկնությամբ, ներքին աուդիտի գործիքակազմով, արտաքին աուդիտի գործիքակազմով փորձում ենք տեսնենք, թե անցյալ կատարյալը ճիշտ էր, թե չէ։ Ըստ էության թվային դրամը դա մի այսպիսի հետագիծ է կամ հետագծելիության այնպիսի մակարդակ է, որ գործարքը տեսնում ես, թե ինչպես է տեղի ունենում, ու այդ գործարքը 100%-ով կենտրոնական բանկի կողմից վերահսկվող համակարգի շրջանակներով վերահսկվում է։